Ժպիտներ, խաղեր, երգուպար։ Տոնական եռուզեռը մի քանի ժամով տանում է երջանիկ մանկություն, որտեղ նրանք անհոգ ու ապահով էին իրենց ծնողների ամուր գրկում։ Ֆուտբոլիստ է ուզում դառնալ 6 տարեկան Արտակը։ Շատ է սպասում ձմեռ պապիկին։ Խնդրել եմ, որ ձմեռ պապիկը ինձ բերի գնդակ, բոցի ու ֆուտբոլի հագուստ։ Գնում եմ ֆուտբոլի ու այնտեղ մի օր 8-ով 2 հաղթել էինք մենք։ 5-րդ տարին եմ հայորդի բարեգործական հիմնադրամը գործընկերների հետ միասին տոն է պարգևում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված տղաների երեխաներին, փորձելով թեկուզ 1 օրով նրանց վերադարձնել մանկության գույները։ Ամանորյա միջոցառումներին մասնակցել են այս տարվա հայորդի ճամբարի մասնակից բոլոր երեխաները, հայորդի համալիրի աջակցության կենտրոն հաճախող բոլոր երեխաները, հոր զոհվելուց հետո ծնված, այսինքն մայրենիք ծրագրի մասնակից բոլոր երեխաները, պայթյունի հետևանքով զոհված անձանց գրեթե բոլոր երեխաները եւ սոցիալապես ավելի խոցելի խմբերի զոհված անձանց երեխաները։ Armenian Helicopters ընկերությունը 2-րդ տարին է, որ միանում է նախաձեռնությանը։ Դա անում է սիրով ու մեծ պատասխանատվությամբ։ Կարծում եմ, որ այսօր նույնպես ստացված կլինի, ես չեմ կարծում, որ սա մեծ բան է, բայց ինչ-որ մի փոքր ժպիտ կկարողանանք պարգևել երեխաներին եւ նրանց ընտանիքներին։ Հայորդի միջոցառումները շատ բազմազան են եղել, անձնավոր հիմնադրամի հետ համատեղ 100 երեխաների համար իրականացրել ենք ամանորյա երեկո, ID բանկի հետ 150 երեխաների, իմաստ հարթակի միջոցով հավաքված գումարների միջոցով 90 երեխայի, հելիկոպտերի հետ ինչպես նշեցի 100 երեխայի, Vivasel ընկերության հետ 100 երեխայի եւ այսպես շարունակ։ Նվիրական երազանքներ, մեծ ու փոքր ցանկություններ։ Հայորդիի ձմեռ պապիկների ամենատես աչքից չի վրիպում ոչ մի նամակ։ Օդաչու է ուզում դառնալ 7 տարեկան Տիգրանը։ Ես ձմեռ պապիկին նամակ եմ գրել, ուզել եմ, որ ինձ պուլտով վերտալոտ բերի։ Ես առաջի անգամ վերտալոտ նստում, ուստի ես ինձ շատ լավ եմ զգում։ Ձմեռ պապիկից Հայաստանի համար խաղաղություն է խնդրել Իրենը։ Արտակը վերադարձ տուն։ Ես նամակ եմ գրել ձմեռ պապիկին, որ Հայաստանում լինի խաղաղություն, գրեչ չլինի, իսկ ինձ համար ոչի բան, որտեղ ես ոչի բան չեմ։ Երազանք ունեմ, որ հետ գնամ Արցախ։ Ուզում եմ, որ գալիք տարի շատ լավ լինի։ 2026 թիվը շնորհավոր։ Ավելի քան 900 երեխա ամանորի նախաշեմին տուն է վերադառնում մեծ հավատով։ Նրանք միայնակ չեն։ Նվերները շատ տարբեր են, բայց կարծում եմ, որ այս ամեն ինչում ոչ թե նվերի բովանդակությունը կամ արժեքն է կարևոր, այլ այն հարգանքն ու սերը, հոգատարությունը, որ ցույց են տալիս, որ այս երեխաները անկախ կորստից, անկախ դժվարություններից միայնակ չեն։